Այսօրվա մեր հյուրի հետ ես մի անգամ կերա քյաբաբ ու որոշեցինք ստեղծենք Dr. Room YouTube-յան ալիքը։ Medcast podcast-ը եղել է արդեն official spin-ի առաջին պրոյեկտը։ YouTube-ի monetization-ը եկեք տղա, հա։ Դե մի բան ուզում ես անես, դրան միջավայր շնորհիվում ես, պետք է անես։ Ինձ մի հատ հաղորդումից զանգեցին, ասին մեզ 60000 դրամ կտակ, գանք ձեզ նկարենք։ Լինել միայն լավ մասնագետ չի նշանակում ունենալ շատ հաճախորդներ, պացիենտներ ու աշխատել շատ գումար։ Քո կյանքից գաղտնիքներ եմ ստե բացելու ու դու չես կտրելու այս մասերը։ Հակառակը, ավելի լավ է, թիմին շատ եմ սիրում։ Բերիկ Պատվականյանը այցելել էր ԱՄՆ նախագահին։ Ես իմ դեր չունեմ մարքեթինգային կրթություն, ինչի համար ավելի շատ ուրախ եմ։ Դու մեկ է Jeff Bezos-ն ա տենց որ օֆիսում ա քնե ապրել։ Գրքից կարելի է օրգազմ ստանալ։ If you like pina coladas։ Ես գիտեի չէ չեմ կարա չասեմ, վերջաբանում լացել եմ։ Ողջույն սիրելի հյուրեր, բարեկամներ, շաբաթ առավոտյան դուք նորից բան ու գործ չունեք ու նայում եք Մերկուրի մոլորակից ձախ ընկնող ամենաբժշկական հաղորդումը։ Մենք ունենք նոր սեղան, որի վրա շատ անսովոր է այս հաղորդումը վարել, որովհետև ինքը չի ճոճվում։ Այսօրվա մեր հյուրի հետ ես մի անգամ կերա քյաբաբ ու որոշեցինք ստեղծենք Dr. Room YouTube-յան ալիքը։ Էրիկ, պրիվետ։ Պրիվետ ջան, ամենայն հայոց բժշկական ալիքը։ Պեչի, նստի։ Ալիքի մասին։ Հələ քեչ եմ բայց լսի, բանը, հետաքրքիր է, չէ՞ որ սաղ ասում են Դավիթի ալիքը, Դավիթի YouTube-ը, Դավիթի բանը, բայց ոչ մեկ չգիտի որ դու էլ կասես ամենի մեջ։ Հա, բայց նորմալ է։ Հա։ Տենց է պետք է լինի։ Սերի կարդինալ է ամեն ինչի, Էրիկն է, Պատվականյան Spin IDS Agency հիմնադիր տնօրենը։ Հիշում ես այդ օրը որ մենք իրար հետ գնացինք master kebab ուտելու։ Ես հիշում եմ master kebab-ը ռեկլամ անել ընդհանուր։ Հիշում եմ նախորդ օրը, որ մենք փոքր նկարում ունեցանք վատ պայմաններում, կհիշես երևի։ Ուրեմն ժողովուրդ, եթե ուզում հիշենք մի հատ այդ պայմանները, նկար կա որ դնենք։ Քանի հիշել ենք հիշենք։ Կարեք այդ հաղորդումը նույնիսկ նայեք։ Հա, ստուդիայից կա նկարներ։ Չէ, այդ հաղորդումը կանային 15 հարց մասնագետին ու ինձ զանգեցին, ասացին Սերգեյ զանգեց Arm Comedy, ասաց իմ ընկերները հաղորդում են նկարում 15 հարց մասնագետին, ուզում են քո այդ հաղորդում նկարեն։ Ասի օքեյ, պատրաստվեցի, եկա նկարվեցինք ու այդ ժամանակ միտք ծագեց, որովհետև ես անդադ ուզում եմ YouTube ունենալ։ Ես այն ժամանակ յարի TikTok-ում վիդեո գցող էի ու հիշում եմ դու զանգեցիր, հանդիպեցինք, ցույց տվեցիր քո Ռուսաստանի, հա, Պասկովի նկարած բաները, վիդեոները, բանի հետ, չէ, Ղազախի թե ուզբեկի հետ։ Դագեստանցու։ Հա, որ օգնում էր։ Դրանք էլ կային միջալոց, բայց ուսումա պետք է ցույց։ Այո, լավն են, հա, լավն են։ Իդեան քոններ ի սկզբանե։ Ես ոնց որ երկու ձեռով աջակցեցի այդ իդեային ու սկսեցինք լրիվ զրոյի, չէ՞։ Ոնց են սկսում են ամենազրույց։ Իսկ կարելի է ասել, որ Spin-ի առաջի պրոյեկտը դա Dr. Room-ն է։ Ընդհանրապես իմ ու քո մեդիայում առաջի պրոյեկտը, եթե հանենք որ Arm Comedy-ն ինքը պատրաստված հաղորդում եկել ընկել։ Դաժե թե հիշում ես, մենք նկարում էինք Dr. Room-ը միջև Spin-ի գոյություն ունենալը։ Միջև գոյ, հա, Spin-ից հինը։ Spin-ից հինը ինքը, ու չէ, ու որպես քո մեդիա պրոյեկտների մեջ առաջինը հենց էսա։ Իսկ եթե ես չլինեի, Չէ, դու չես սկսի, հա։ Դու ինչ որտեղ սիգարետ ես ծախելու։ Մի քանի վատ փորձեր եղել էին, դա ինձ առաջ։ Իմիջիալոց այդ պատմությունը, որ դու սկսեցիր, ու вообще այն background-ը ինչը որ մենք կացանք ունենանք, լիքը տեղեր հիմար բանա, տենց հա, անկյունակարային, այսինքն օրինակ է։ Ինքն պրոյեկտ Մամենի պատրուգի օրինակն է։ Այսինքն լիքը տեղեր, որ տարբեր սեմինարների ժամանակ մասնակցել որ խոսում ենք, մենք ինչ օրինակ կա, որ կարա, հա, մարդ զրոյից կանա ձեռբերի personal branding, կարողանա բացի մասնագետ լինելուց, դառնա նաև մեդիա դեմք։ Ու տես առաջինը բերում եմ օրինակը, որովհետև թեկուս կեսից, բայց ոնց որ դրա մի մասնիկն եմ ինձ համարում, ու բ որտեվ իմ ամենակայֆ кейսերից է, որովհետև դու կարող ես տասը մասնագիտական կոնտենտ եւ նաեւ այսել ֆան կոնտենտ կամ ինչ որ պոպ մշակույթի մասին կոնտենտ, որը որ ցույց տալիս քո արդեն բացի մասնագետ լինելուց բազմակողմանի զարգացվածության մասին։ Իսկ իմ ոգեշնչման աղբյուրը ո՞րն է, գիտես։ Գրքերն է ժամ։ Չէ, ով մարդ կա, ում ես էլ դու էլ ճանաչում ենք, ում personal branding-ը ես նայելով մտածում եմ, արա այս մարդը ինչ էլ անի։ Սերգեյ։ Arm Comedy։ Վաղ չեն ասում, չէ՞, բան սիրված հաղորդավար։ Ինքը սիրված հաղորդավար, սիրված ընկեր է, հա, ու Սիրոգներ, որ ես նայում եմ Սիրոգին, ասում եմ, նայ, այս մարդը Arm Comedy-ն լինի, չլինի, չգիտեմ, TV-ն լինի, չլինի, ինքը մնում է Սերգեյ Սարգսյան, ու ասի ես էլ եմ տենց ուզում։ Ոնց իմ առաջի ուղղություն ցույց տվողներից մեկը, որ կարելի է սենց անել, Սիրոգն է եղել, կարելի է չէ Սիրոգից խոսալ, գովաս չի համարվում։ Չնայած ինքը որ խոսա փողա ուզել։ Նենց կարեկն է խոսալ։
Ինքն է պետք է խոսա ուրեմն։ Հա, ինքն է Arm Comedy-ում խնդրում հիշատակ է Սերգեյ, հա։ Ու հետո մեր հանդիպումներ, որ մենք որոշեցինք ստեղծել եւ մի շաբաթ հետո սկսեցինք առաջին նկարահանումը մեր սիրելի ուրեմն ժողովուրդ որ պատմեմ ինչ տեղ էր, ուրեմն տակը Այդ նկարները կգտնենք։ Տակը լվացքատունը Սենց ներ աստիճանը, որով ես ամեն անգամ վախենում էի բարձանալ ու կինս մերին հիշում ես որ գալիս էր, ասում իշտը մերին դիմանում կա աստիճաններից ընկնի, որտեղ կողքը ոչ մի բան չկար այդ աստիճանների։ Սենց մի ձև բարձրանում էինք, երեխեքն էին նստած այն ժամանակ Արամներ, Նարեկներ Տերյան, որ ստեղա հիմա աղջիկներն էին, որ բաները ու վերջի սենց գնում ենք մի դուռ էր բացվում Երկաթից արա ես որ հիշում եմ մենք հիմա ինչ ուր ենք նկարում ինչ բանով ոչ մի բան չկար Զվի յաչեկեք Զվի յաչեկեք էս դիկո հեռախոսով ենք նկարում սա մենք արա երկու հատ Android հեռախոս մեկը մի աստում է գցում է գրպանս մի աստում է միկրոֆոնը մյուսը տիկոն դնում էր ինչ որ պսևդո շտացիվի վրա որը հնարել ենք լույսն է սենց ձեռով էր պահում ու մենք նկարում ենք դոկտոր Սրումի առաջի հաղորդումներ սկսեցինք հենց լույսը չէ ֆոտոլույս էինք միացնում ֆոտոլույս էինք չկար լույս ֆոտոլույս էինք միացնում մի կերպ նկարում բայց ասա որ բացրեն այդպես տակ կայֆ ժամանակներ էին որտեղ էլ հիմա որ նայում ես դիտումների քանակով լիքը կա top վիդեոներ որ այն ժամանակվա է գալի լսի այն ժամանակ ինտուզիազմն ուրիշ էր այն ժամանակ որ ես գալիս էի չկար Գալինա որ դիմավոր էր չկար Գրիգը չկար Հակոբը չկար Վահանը որ ձեն դզեին ոչ մի բան չէին կան տիկոն մեկը զանգում ապեր ձենը չեն գրեի արի նորից արի ու ես դες կայֆերով հելնում էլի գալիս էի սեցա դե ոնց որ դի համեր համար էր փորձ համքո ու մի հատ աշխատող նոթբուք կար էլի տիկոյի նոթբուքներ Արա այն որ մոնտաժնի նոթբուք Դե համել մոնտաժվում էր հա դրանով ճիշտ է այն եմ հիշում որ թեմաներ էինք նախապատրաստում ասում էիր ջա գամ կխոսամ ախորից թեմա մի ասեք ես տեղում պետքա կողնորոշվեմ այդ գալիս է նաև նրանից սկզբից ռեպ էիր կարդում հետո սկսում էիր հետո սկսում են գրվել հաղորդումները ու հետաքրքիր էր բայց մեր ֆլագմասկի պրոյեկտը մեր YouTube-յան ալիքի էսա Medcast-ն է Գիշես այդ ոնց սկսեցինք Ահա, մենք մտածում ենք, որ պետքա level up լինել, այսինքն բլոգային կոնտենտը շատ լավն է, բայց պետքա ավելի, հա, դոտացրումի շուրջ network ձևավորել, ունենալ հյուրեր, խոսալ շատ տարբեր թեմաներից, որտեվ, հա, ուրոլոգիան ինչքան էլ որ բժշկության մեջ մասնագիտությունից մասնագիտությունն է, Աստվածների մասնագիտությունն է դա, այս բակ կտրեք, կլնգեն տակ։ Պետք է նաև այլ ոլորտներ շոշափել ու չեմ անկեսա չեմ հիշի ումներ առաջարկ առաջին անգամ, որտեղ սաղս ուզում էինք։ Չէ, սաղս ուզում էինք, բայց ինձ մի հատ հաղորդումից զանգեցին, ասին մեզ 60000 դրամ կտակ, գանք ձեզ նկարենք։ Պոդքասթային ճիշտ է, հա, հա։ Զանգեցի էր մեզ ինչքան կնստի մեր վրա, որ ամսական նկարենք, այն ժամանակ արդեն Սունդուկյան 17-ում էինք, այդտեղից մի քիչ ներքև, մեր падվալի օֆիսում էինք։ Այ Medcast podcast-ը եղել է արդեն official spin-ի առաջին պրոյեկտը։ Ասա։ Ու Medcast-ը երբ որ սկսեցինք նկարել, հիշում ես ոչ մեկ հյուր չէր գալի։ Հիմա ես օրական նամակ եմ ստանում տարբեր բժիշկներից, որ գան, բայց մեզ հյուրերը ցրում էին։ Նոր պրոյեկտ է, տենց չգիտեին հələ ինչ է սպասվում իրանց, բայց ասա, ես հիմա այդ ժամանակ իմ կերպարն էլ էր խանգարում, ես անդադ հումոր է անում, մարդիկ մտածում են գալու են ոդկասթին նստեն ու ես ոսը սովոր չէին դրան, բայց դու այդ մասով եւս կարացար կարծրատիպ կոտրես, ճիշտ է։ Ինչ առումով։ Ես մեկը հումորի է, դա մասը Arm Comedy հումորից լավն է։ Որ կարա մասնագետը մեդիա պրոյեկտը հումորը, իրարից տարբեր բաներ չլինեն։ Հա, հենց այդ է։ Ու հիշում եմ մեզ առաջինը համաձայնվեց գալ Պավելը Սոցկի։ Ճիշտ է, մենք առաջինը։ Հիշում որ լարվել ենք ու ես խնդրեմ այդ առաջին իմ Սոցկի հաղորդումը նայեք, որտեղ մի հատ շատ կանաչ զիբիլ կակտուս ածրեց։ Հիմա Բաքում դրած է գիտես։ Մի հատ կակտուս էր դրած ու ասած ինչ որ էժան մոթելի բան էինք ստացել։ Արեստական պալմա։ Արեստական պալմա չգիտես ինչ էր նման, այն որ գնում ես մի հատ բանը ժամով 8000-անոց հյուրանոցներ կային, հիմա էլ երևի կա։ Յանի մենք չգիտենք։ Այդ հյուրանոցների ֆոյեմ ոնց որ որտեղ Իրային ու Պավելին նկարեցինք առաջինը, ոնց որ առաջի պրոյեկտները, հետո մյուսին ես ասացի ապերքել re-range անենք, թո Նարեկին սիքե սրտիկներ ինքը գիտի որ մենք իր vibe-ը վեկալել ենք Նարեկից Ամիրխանյան, հա։ Ու այդ նույն պիրուդում լրացավ շոտ տորտ բերեցինք դոկտոր Սրումի մի տարին, ահա, ուղիղ մի տարին լրացավ, արդեն սկսել էինք ոդկասթը։ Պավելը հենց այդ օրն է եկել էր առաջին քիչ շում, ասացի մենք տորտ ունենք կտրել Իրանել, հա։ Այս տարի կլրանա 4-ը թե 5-ը։ 5-ը թե 4-ը, չէ 4-ը։ Այս տարի 4 տարի կլրանա։ Medcast-ի 3 տարին, դոկտոր Սրումի 4 տարին։ Մատ YouTube մտեք կտակ մեկ նայեմ որ տարին է, ասի լրացել։ Հետաքրքիր է շատ, հա։ Ինձ գես իշտ համար շատ այդպես բան հաճույք պատճառում, որ կարում եմ հանգիստ ասեմ ամենամեծ հայկական բժշկական մեդիա ալիք ու մեդիա պրոյեկտ,
որովհետև եթե մի պահ մեզ դնենք մի կողմ նայենք, հա, մեր դիտողների տեսանկյունից, իրանք կարան բացեն Medcast-ը, ասենց գրքի գլուխների պես թերթեն ու բացի այնց որ կարան լինեն հնարավորինս առողջ, նաև կարան խորհուրդներ տան իրենց մտադիրներին, որովհետև հա կարանք բոլորս վստահությամբ ասենք, որ գալիս են կոմպետենտ մասնագետներ, ինչ չհաշված գալիս են կոմպետենտ մասնագետներ ու գալիս են տալու բժշկության մասին, առողջության մասին ինֆորմացիա հասանելի լեզվով։ Հիշում ես մեր կարգախոս են առաջին բժշկությունը հասանելի լեզվով։ Հա, միջև հիմա ոնց որ YouTube-ում հենց այդել դրած է մեր։ Դա ամեն ինչ ասում է, էլի արդեն։ Այդ սկսեցինք ու հետո ես կհիշեմ նաև մեր պրոյեկտում այդպես ամփոփում ենք, հեսա երևի ապրիլին դուրս կգա, էլի 4 տարին կլինի, ապրիլի 1-ով էր, թե մարտին։ Հունիսին։ Ոչ, ընկեր։ Կանալը մեր ստե։ Ահա, չէ, Medcast-ն եմ ասում։ Հունիսի 10-ին կարծեմ։ Ծնունդից առաջ, հա։ Հունիսի 10-ին։ Բան հետո ես կհիշեմ նաև գիտես ինչ է, որ մենք սկսեցինք ուրիշ բժիշկներ ներգրավել, ոչ թե մենակ ես, այդ միանգամից որ ստեղծեցինք 10 հաղորդում։ Հա, ինքը չի կարելի դիտարկել որպես ձախողում, ասենք, թե չէ, լավ փորձ էր, որ մենք 10 թե 12 բժշկի հետ միանգամից սկսեցինք 10-12 շոու ունենալ այստեղ։ Ամեն օր Doctor's Room YouTube-յան ալիքում դուրս էր գալի 2-3 հաղորդում։ Արես հարցին ավելի մասնագիտական տեսանկյունից ներկայացնեմ։ Իդեպ Էրիկը քաղաքի, Երևան քաղաքի, ինչպես նաև Վարդենիս քաղաքի լավագույն մարքետոլոգն է։ Ու Գորիսի լավագույն մարքետոլոգն է։ Ուրիշ տեսանկյունից գամ լիքը բժիշկներ, հա, ճիշտ է, մասամբ քո ավելի առաջնային շրջապատից մասամբ մնացածը ոչ, քո օրինակով եւս կարողացան գիտակցել, որ մասնագետին, մասնավորապես բժշկին պետքա personal branding, հա, պետքա անձնային մարքեթինգ ու տենալով ինչա կատարվում ալիքում, ինչ աժոտաժա, ինչքան արագ են ավելանում հետևորդները, ինչքան կարևոր է այս կոնտենտը, մեր առաջարկով պատրաստակամություն հայտնեցին միանալ ալիքին, ունենալ իրանց հաղորդումը։ Հա, ունենք սրտաբանություն, ատոմնաբուժություն ունենք, ատոմնաբուժություն ունենք, վիրաբուժություն, էնդոկրինոլոգիա։ Ահա, բայց մոռացանք ամենակարևորը գաստրոենտերոլոգիա ունեցինք։ Ես դա վերջում էի թող, է։ Մարդ, որը մինչև վերջ մեր հետ է, մեր սիրելի Շուշան Միրիջանյան։ Ամեն հարգանքով մյուս գործընկերների հանդեպ, բայց Միրիջանյան Շուշանիկը երևի գրեթե միակն էր, որ ռեալ գիտակցեց դրա կարևորությունը։ Ու մինչև վերջ ոտը գազից չդրեց։ Քանի մեզ հիմա նայում են նաև երթադիտողները, հետևորդները, երևի չկա տենց օր, որ սփինի գրասենյակի համարին չզանգեն պացիենտներ ու փնտրեն կամ քո, կամ Շուշանիկի, կամ հա, Ալոյան Դավիթի համարը։ Մեր մնացած, հա, ու Շուշան որ ոտը դրեց գազին ու չանես, դու հիշում ես Շուշանիկին մենք զեղչով էինք նկարում։ Ու ինքը զանգեց մի քանի ամիս հետո ասես կլինի ես գումարն ավելացնեմ, ասում եմ միակ աշխարհի տարօրինակ մարդն ես, որ ուզում է փողը ոչ թե քչացնի, այլ ավելացնի, ասում եմ դու կնենց գործ եք անը, որ իմ տված գումարը շատ խնդալու է ձեր համար։ Որովհետև ոչ միայն մեր գործընկեր բժիշկները, այլ նաև այլ պոտենցիալ մեր գործընկերներ, ովքեր չեն մտնում սփին, չեն պատկերացնում ինչի մասին է խոսքը։ Եվ սփին եւ Doctor's Room չեն պատկերացնում այս հրաշալի անձնակազմը, որ ստեղ նստածա ու նաև ներքևի հարկերում ինչ է անում։ Չեն պատկերացնում մասշտաբը, չեն պատկերացնում, որ կան իրան գան նկարահաման ու իրանց համար ամեն ինչ արվի։ Այսինքն իրան այդ կոմֆորտը ու ընթացակարգը։ Այստեղ ես հենց այսօր ուզում եմ այդ թեմայով ռիլ նկարեի, ոնց եմ ես ամեն ինչը հասցնում, ու դաժե Հակոբն ուզում է ասել, արի կամերայով գնանք հերթով մենք դռներով պատտվենք, էլի, ոնց եմ։ Ասում եմ, ոնց ես դու հասցնում անդադար մեդիայում լնես։ Մարդիկ չեն պատկերացնում, որ ես մեդիային հատկացնում եմ ամսվա մեջ 3 ժամ, 4 ժամ, քանի ժամ։ Չեքեր, հա, ու արդեն դաբլ չեք։ 10 ժամ, լավ, թող սենց գցենք, լավ։ Եթե ամսվա մեջ մենք ունենք մոտ 700 ժամ, հա, ես դրանից 10 ժամն եմ հատկացնում։ Ինչ եմ անում 10-ն էլ չի, ինձ 100% 10-ն էլ չի։ Հա, չի ասում։ Ու 5 լինի։ Հա, ես ոչ մոնտաժում եմ, ոչ սցենար եմ գրում, մենք սցենար չունենք, իդեպ ասեմ, հա։ Ոչ մոնտաժում եմ, ոչ սցենար ունեմ, ոչ բան ունեմ, պրոստը կա թիմ ու նկարում, հա։ Ես կյանքում չեմ ասել Հակոբն այդ կամերան կբացես, նայեմ ոնց ես դուս եկե, ոնց որ մարդամեկներ անում, դու էլի։ Ես կյանքում չեմ իշտում Դավոյի կողքը նստեմ, ասեմ հələ ոնց ես մոնտաժում, այնքան վստահ եմ, որ լավ են անելու, այնքան վստահ եմ, որ Սարխոշևն էլ լավ անելու, Հովոն էլ լավ անելու, Ֆլեքսն էլ լավ անելու, կարելի է չէ անունները տալ, գովաշ չէ, հա։ Հա, մյուս տղեկն էլ են լավ անելու այդ ամենը։ Չէ, հակառակը, ավելի լավ է, այս թիմին շատ եմ սիրում։ Հա, ես վստահ եմ, որ խոսքի ձենի հետ խնդրեմ չենք ունենալու, չնայած 1-2 անգամ եղել է առաջներում, բայց վստահ եմ, որ հա տեխնիկական է։ Ձենի հետ որտեղ Վահանն այդ ամեն ինչը դզնելու, Հակոբն ու Գրիգը վստահ եմ նորմալ նկարելու են։ Այսինքն պետք չի գլխին ընկնել վստահել, երբ որ կա թիմ,
ով որ այդ գործունեությունը A-ից մինչև Z տառը իդեալական անում է ինձ մենակ Արփին է որ այդ ամեն ինչով անդարձ մեկել ինձ Telegram-ը Matrix-ը հարա անում նայեցիր հաղորդումը իսկ կնայես հաղորդումը իսկ մի հատ էս կնկարը կնայես ու ես ճոգում եմ քեզ անում որ ես չնայեմ էդի պետք է որովհետև ինքը քեզ պահում է բանի մեջ չի թողում որ չեն թողում որ ռելաքս լինես որ ասացիր այդ ամեն ինչ նկարեցիր բանի հիշեցի չեմ շում 7.5-ներ թե ինչ է պրոյեկտ կար որ մեջ ասում էին էդի լավ չի էդի նորմալ է այսինքն դու նկարագրեցիր մի հատ հա պրոֆեսիոնալ ընթացակարգ որտեվ դու որպես creator որպես մեդիա անձնավորություն որպես զբաղված մարդ որը այդ մեդիա աշխարհը քո կյանքի հա մի մասն է այն ավելի երկրորդական մասն է ոնց քիչ ժամանակ ծախսելով այդ ամեն ինչը հասնես ունենաս որովհետեւ յոմես նայողներ շատ մասնակետեր մտածում են ես պետք է իմ գործը թողեմ ու ընկնեմ ամենօրյա ռուտինայի մեջ Մեր հաղորդման գործընկերն է բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնը։ Բժշկական գենետիկայի կենտրոնը Աբովյան 34/3 հասցեում գտնվող բոլորդ էլ գիտեք, ու գիտեք այնտեղ կարելի է հանձնել գենետիկական անալիզներ մասնավորապես պարբերական հիվանդության հետ կապված։ Սակայն քչերը գիտեն կամ զարմանում են մեկ-մեկ, որ բժշկական գենետիկայի կենտրոնում կարելի է հանձնել անալիզների ամբողջ սպեկտրը, սկսած արյան ընդհանուր քննությունից վերջացրած բարդ NGS պանելներով կապված հղիության, օնկոլոգիական հիվանդությունների, ռևմատոլոգիական հիվանդությունների, սիրտանոթային հիվանդությունների եւ այլ տարբեր տեսակի պաթոլոգիաների համար։ Կարող եք հանձնել հորմոնալ տեստեր, կենսաքիմիական տեստեր, մանրեաբանական հզոր լաբորատորիա, PCR լաբորատորիա եւ շատ ծառայություններ, որ մատուցում է բժշկական գենետիկայի կենտրոնի պրոֆեսիոնալ, բարի ու շատ ընկերասեր թիմը։ Մանրամասների համար կարող եք զանգահարել 015 800 800 հեռախոսահամարով կամ այցելել cmg.am կայք։ Իդեպ բժշկական գենետիկայի կենտրոնը անցել է ISO հավաստագրումը։ Դե ինչ սիրելիներս, այցելեք մեր մոտ ու առողջ եղեք։ Լավ, արի քեզնից խոսանք, հետո նորից էլի կանադառնանք դոկտոր Թրումին, սփինին ու ընդհանրապես։ Ես քեզնով միշտ հպարտանում եմ, դու իմ ընկերն ես, փոխադարձ։ Հա, չէ, ես ուրիշ ձև եմ քեզնով հպարտանում, ու ես այսօր քո կյանքից գաղտնիքներ եմ ստե բացելու, ու դու չես կտրելու այս մասերը հաղորդումից։ Հա, ընդհուպ մինչև դու ուր ես քնում, ես էդից գաղտնիքները բացվելու այսօր այս հաղորդման ընթացքում, ոչ մեկ չգիտի, բայց Էրոն են մարդկանցից է, ում օրինակը ես միշտ բերում եմ, դու իմ օրինակն ես բերում, ես քերն եմ բերում, ես չտա սեմինարներին չեմ բերում այդ օրինակը։ Մարդը, ով որ սփինը ստեղծվելուց, երբ որ մենք Սունդուկյան 17-ում ենք, ինքը ապրում էր սփինում։ Եթե ես ասում եմ ապրում էր սփինում, չի նշանակում առավոտ շուտ գալիս էր, հետո իր գունը գնում էր։ Ես ժամը 11-ին մտնում էի նկարում, Էրոն իր օֆիսում քնած էր, որովհետև գիշերը գործ էր արել։ Հա, ինքը տուն չէր գնում ու արա ոնց։ Էսի այն դեպքերից է, որ դու մեկը Ջեֆ Բեզոսն է, տենց որ օֆիսում է քնե ապրը։ Ջեֆ Բեզոսից էր ողջ։ Այն դեպքերից է, որ նպատակը արդարացնում է միջոցները, դա դու էլ լավ գիտես, որ այս ինչը որ հիմա մենք խոսում ենք, ստեղծել ենք ու ասում ստեղծել ենք, որովհետև գիտեմ որ դու էլ ես տես մտածում ու ես էլ որ դու ես ամեն ինչի ավտոմատ մի մասն ես, էթիկելնի սփին, էթիկելնի մեր գործընկերները, մեր community-ն, հա, չհաշված ընկերությունը, որը մեր համար ամենաթանկն է այդ ամեն ինչի մեջից։ Դու այդ ամեն ինչը տեսել ես, ինչքան բարդ է այդ ամեն ինչը եղել, ինչքան բարդ է եղել ոտի կանգնացնել ու ինչքան ջանք է պահանջվել քրտինք չքնել, հա, տուն չգնալ քնել, որովհետեւ պետքա 3 ժամից նորից գործանես։ Դու փաստացի ասեմ։ Ես տորինակը միշտ բերում, որտեվ ես ռեալ, ես քանի անգամ եկել եմ, ասենք քո տեղաշորը, ինչ որ համակած դիվանի կողքի վրա դրած, որտեվ դու գործ էիր արել, այնտեղ քնած։ Հա, մի անգամ դու ես քնել դա։ Եվ ոչ մի։ Հա, ուզում եմ ասեմ, էդի ինչի մի մաս է կազմում, որ դու որոշում ես։ Դուք չգիտեք, չէ՞, այդ ամեն ինչը, թե ոչ մեկը չեք պատկերացրել։ Ռեալ թիմն է չգիտի, հա, ռեալ ես դուրս բանում ասում, որ Սունդուկյան 17 նոր էին գնաց, քո օֆիսում ապրում էր։ Տուն չէր կարում գնալ, էլի, ձև չկար տուն, շաբաթով, ասում եմ լողացել ես, դելեմ տուն։ Դա բաղնիկ կար, այսինքն դրանից ասում եմ ելեմ տուն, ասեմ հաց կերել ես, ինչ-որ բան, որովհետև այդ ամեն ինչը կար։ Դու էլ տես բան ունես, որ եթե մի բան ուզում ես անես, դրան միջավայր շնորհվում ես, պետք է անես։ Էսի այն դեպքերից է, որ դրես նպատակ ու գիտես շատ դժվար նպատակ է, պետք է ոչ իման չխանգարի։ Ես գիտես ինչն եմ հիշում, որ նոր էին գնացել այն օֆիսը, արա սս նայում եմ, ասում եմ, լավ, ստե ինչ պետք է անենք, ասենք մի հատ կաբինետուր կոնսուլտացիաներ անենք։ Մի հատ կաբինետուր կոնսուլտացիաներ անենք, որ մնա, բայց ես ասեմ, ես այն օֆիսը միշտ ավելի շատ եմ սիրել, քան այս մեկը։ Ասախի։ Հիշողություններ։ Ոչ, շլագբաում կար։ Շլագբաում։
Բացում եք նույն բորջունի կայնում, հա։ Ոստեղ լիքը անդելու տեղ կա։ Հա, լավ, մի էլ սկսի, հա, հիմա Գուլբենկյանի վրա եմ կանգնած։ Նայ մենք հիմա խոսում ենք պրոգրեսի մասին, հա, այն վատ պայմաններ, հետո քո ասած այդ նախորդ օֆիսը, հիմա էս, հա, ինչ որ արելի շենքը եւ այլն, բայց այդ ամեն ինչը բոլորիս սկսած քեզնից վերջացրած մեր ամեն վարքյան աշխատանքով ամբողջ թափի աշխատանքի արդյունքն է։ Դե միանշանակ։ Հետո ես միշտ որ սփինի օրինակը բերում եմ, այնքան հաղորդումների օրինակ եմ բերում, որ ստեղից դուրս է գալիս, ասում եմ օրինակ սփին, ասում եմ դե Arm Comedy-ն նայում եք, չէ՞։ Հա, դա Arm Comedy-ից սկսում եմ, ասում եմ դե օրինակ Doctor's Room-ը գիտեք, չէ՞, ասում եմ հա դե Doctor's Room-ը գիտենք։ Ասում եմ դե օրինակ այս Tough FM-ի ոդկասթը գիտեք, ասում եմ հա այստեղ է բանարվում։ Գիտեք քաղաքական այս ինչ հաղորդում, հա գիտենք էս էլ էքսենս ասում եմ գիտեք որ էս էլ է մեր մոտ, այս ուղիղ եթերները հայտնի աստղերի հայտ էլա ձեր մոտ, ասում եմ հայտ էլա մեր մոտ։ Ու մեկ շատ խնդալու դիսոնանս պատմեմ, մենք ունենք երկու քաղաքական հաղորդում, Սունդուկյան 17-ը որ նկարվում ենք, այնտեղ երկու պատեր, մի պատին մի հաղորդումներ, մյուս պատին մի հաղորդում։ Մի պատին կարանք անունները տանք։ Չգիտեմ, որ դա кейսի հետ էս, բայց Ուրեմն մի պատին նկարվում էր ընդդիմադիր, մյուս պատին իշխանական։ Իրանք նկարվում էին 1.5 ժամ զազորով։ Հա, ես շատ լավ հիշում եմ։ Ու երբ որ այս պատն էր, նույն լուրը, օրինակի համար Էրիկ Պատվականյանը այցելել էր ԱՄՆ նախագահին։ Այս մի պատին, որ դե իշխանական բլոգերն էր։ Էրիկ Պատվականը այցելել էր։ Հա։ Նույն լուրը գրանձիոզ հաղթանակած բան ու ժամկեսից մյուս սյոմկեն է։ Էդի ոնց որ պատերը բաժանել ենք սևերի ու սպիտակի։ Ու մյուս պատին արդեն ընդդիմադիր գործիչ է, որ տարածքը վարձակալել է, ստուդիա վարձակալել նկարվել է, ոնց որ իշխանական գործիչ է։ Ու նկարում է նույն լուրի մասին, նույն իդեա, նույն բանը, ու շատ վատ կոմից էլի ոնց Էրիկ Պատվականյանը ԱՄՆ նախագահին այցելես զզվանք է նա բան Արա ու ինքան խնդալու էր, այդ ժամանակ Հրանտն էր ռեժիսորը հերոինից։ Օրոսմա չես պատկերացնում լուրերի դիսոնանսա մոտս էլի, ասենք ասում մի պատի նույն լուրի մասին 7 տարբեր պոզիցիա իմացեք, ու սփինի կայֆն է դեր, որ միտեղ կենտրոնացվում են տարբեր մարդիկ, Երևան քաղաքում ապրող տարբեր մարդիկ, ովքեր միտք են ուզում արտահայտեն ու տեղ չունեն արտահայտելու, սփինը տալիս է։ Կարևոր ստեղծագործական միտք։ Քանի հետ հիշեցի, ես մի հատ դեպք հիշեցի, դե այնտեղ հիշում ես, կար ստատիկ Arcomedy տաղավարը, ու մի հատ նախագիծ պետք է անեինք։ Ես իմացա ինչ իմացա։ Նախագիծ պետք է անեինք ու կար հյուր քաղաքական գործիչ եւս, որ տանել չի կարում Arcomedy միանշանակ, էլի։ Չգիտեմ թե ինչքան է ճիշտ ասել է, բայց այդ հյուրի վրա Arm Comedy-ում լիքը հումորներ են անում տղեկը, ու ինքը պետքա գար հյուր, Վալենտինի օրվա կապակցությամբ վիդեո նկարվեր։ Դա ռոմանտիկ հաղորդում էր։ Ռոմանտիկ իր կնոջ հետ։ Այդքան արդեն սաղ իմացան ով։ Ու պետք է թաքցնենք, որ այդտեղ գալու է ինքը Arm Comedy-ի տաղավարում նկարվի, ու որ Arm Comedy-ի հետ կապ ունի սպինը։ Քանի որ բացի Arm Comedy-ից ավելի տես լայն հատված չունեինք, որ կարայինք զույգ նկարեինք, ինչ արեցինք։ Թերթեր վերցեցինք, կպցրեցինք տաղավարը փակեցինք, պամադայով սրտիկներ նկարեցինք։ Այդ զույգ եկավ, նկարվեց ու դե հա մտածում էինք կարող է հեսա հիմա թերթը փոկվի ու տենա որ ինքը հայտնվել է Arcomedy-ի տաղավարում։ Ինքը կստացի լուրջ կաստին հյուր չի եղել, այսքան բան։ Չէ, եղել։ Հրավիրը ստացել է, բայց ելնելու։ Չեմ կարծում։ Նարեկ ու Սերգեյ դուք հասկացաք խոսքնում մասինը։ Արա չէ, էդի էպիկական էր։ Ես իջել եմ ստուդիա այդ օրը, մեկ երևան սենց անում, ասում եմ գիտես թե ով է նկարվելու։ Ասում եմ շիշ մարդը, ասում եմ բայց որ ջոգեց, որ էսի Arm Comedy-ն ասենք, լավ չի լինելու։ Շատ խնդալու պատմություններ։ Հա, տենց սյուր դեպքեր շատ են եղել, բայց դու շատ լավ բան ասեցիր, դա որ եթե մի կողմ դնենք ցանկացած քաղաքական եւ այլ հայացքներ, ինքը կարացավ դառնա այնտեղը, այս այդ մատ call to action-ը ունեմ, էլի քոթուտությամբ կանեմ, կարացավ դառնա այնտեղը, որտեղ ստեղծագործ գաղափար ունեցող մարդիկ կարողանում են համախմբվել ինչ որ բանի շուրջ։ Թո դա չլինի քաղաքական հայացք, դա լինի լավ կոնտենտը, հա, թո դա լինի, չգիտեմ, դիմացինի կյանքում ինչ որ մի բան փոխելը դեպի լավը հուսամ։ Այս կոնտեքստում, քանի որ մենք հիմա սկսել ենք Spin Creative Network-ի այդ կոնցեպտը, որ ընդհանրում է ավելի վեր կանգնել քան բիզնեսում, համախմբել ստեղծագործ միտք ունեցող մարդկանց, հա, մի community-ի շուրջ, այս մասով մենք հրավիրում ենք բոլոր այն մարդկանց, ովքեր ուզում են սկսել բլոգինգի դաշտ մտնել,
իրանց պետքա պրոդյուսինգ, իրանց պետքա ճանապարհային քարտեզ, պետքա գաղափար, ինչի սկսել ոնց անել, իսկ այստեղ պետքա ցանկություն է ու խոսքը բայի մարդկանց, որ պատկերացնում են իրանց որպես բլոգինգի մեջ, հա, դա կարելի ինչ որ մասնագիտական, կարող լինի ավելի ինչ որ ֆան կոնտենտ, մենք ինչ որ կաստինգի նման process ենք սկսել, երբ որ մենք լսում ենք մարդկանց ու ում հետ որ տեսնում ենք համագործակցելու հեռանկար, հրավիրում ենք համագործակցության որպես պրոդյուսերներ։ Դե հիմա բացի այդ առումից, օրինակ, ես գիտես նոր ինչ մտքի վրա բռնեցի, որ մեր հայկական YouTube-յան տիրույթում, բժշկական տիրույթում, մարդիկ գիտեն, թե մենակ Doctor Room-ն է միակ բժշկական պրոյեկտը Spin-ի, բայց այտենց չի։ 4 բժշկական պրոյեկտ է այս։ 3-ը հաստատ, վերջինը չգիտեմ, դուս եկել թե չէ։ Երկու հատ այս պահին կա, երրորդ, հա, չէ, եթե այս նկարվում էր, այս պահին պաուզա է, հա։ Չէ, ասենք Embryo Guide-ն է, որ նկարվում է։ Իմիջայլոց, քանի որ բոլորը գոլեգաներ ենք, ես համոզված եմ, որ էլի co-location շփան դերեկա այդ ամեն ինչի մեջ, այո, Embryo Guide-ն է, որ կարդիոլաբն է։ Միակ ռեպրոդուկտոլոգիայի մասին ու էմբրիոլոգիայի մասին պրոյեկտն է։ Կարդիոլաբը սրտաբանական պրոյեկտ։ Դոկտոր Սեյմն էր մեր մոտ ոդկաստ նկարում։ Այո, դոկտոր Սեյմի ոդկասթն է, բայց մեր մոտ էր։ Հիմա չի նկարում, ուղղակի շարունակվի, ենթադրում եմ։ Հա, ու ուզում եմ ասեմ, այստեղ նաև այնքան առողջ է, մենակ քաղաքականությունից խոսացինք, ուզում եմ ասեմ, ես այստեղ նենց չի եկել եմ իմ մոնոպոլիան եմ դրել, ասեմ իմ ընկերն է, այս մերն է, ես պետք է ստեղ լինեմ, չնայած այդպես խանութներ եղել են, հա։ Երբ որ այդ թեմայով մի անգամ խոսում ենք, երբ որ այլ բժշկական պրոյեկտը մեր մոտ չէին ավելացի, հիշում ես քեզ ինչ ասեցի։ Ինչ ասիր։ Ասի մեկը քոնը ով ինչ ուզում անի, մեկը դոկտոր Սրումը ու մեր քաստը ուրիշ է։ Չէ, այդ առումով չեմ ասում, ուզում ասում Spin-ը դες գեներացիայի տեղ է։ Հիմա լավ, Kotler թե Igerman, այդ հարցին ճիշտ պատասխանը։ Իգերման, եթե համեմատենք իրար հետ, Kotler-ը շատ դասական է, շատ ինքը ինչու է դասականը վատ։ Okay, ինստիտուցիոնալ առումով դասագիրք կարելի է դիտարկել, հա։ Դա այն Իգերման դասա պրակտիկ գիտելիքներ։ Դու կարաս գնաս սովորես, ես իմ դերը չունեմ մարքեթինգային կրթություն, ինչի համար ավելի շատ ուրախ եմ, որովհետև ես գնալու այդ ասած Kotler-ային ինչ որ բաներ սովորեի, հետո պրակտիկայում արդեն, հա, այդ դաշտում, ռազմաճակատում գնեի պանիկայի մեջ։ Ես հակառակն եմ արել, 0-ից պրակտիկ եմ սովորել, ունելով ուրիշ բնագավառում, ունելով լրիվ ուրիշ կրթություն ու մանը եթե համեմատենք, հետո տալիս է ավելի շատ պրակտիկ։ Ես վերջի գնացել էի։ Չէ, չգնացի, որտեվ սաղ տեսել եմ, то есть նորություն չկար։ Okay, Spin ակադեմիայից արի խոսանք։ Պրոյեկտ, որը դու սկսեցիր որպես YouTube-ի դիզայնի, SMM-ի դասընթացներ, հենց Spin-ի ներսում, Spin-ի պրակտիկայով։ Այո, դեռևս այդ ոլորտները քիչ առաջ խոսեցի Spin Creative Network-ի մասին, ակադեմիան դրա մի մասն է, այսինքն որն է գաղափարը, որ մենք ունենք մեր տարբեր network-ներ, հա, մեր գործընկերներին, մեր պարտներներին, մեր պատվիրատուներին ու այդ կոնտեքստում մյուս network-ը, որը մեր շատ կարևոր է, դա երիտասարդությունն է, այդ մարդիկ են, ովքեր ուզում են նոր բան սովորեն։ Որպեսզի իմ նշած էկոհամակարգը լինի ավելի ամբողջական, որպեսզի կարողանանք նաև փակենք շուկայում ունեցող այն բացը, որ կան չհաշված 1-2 բացառություն շատ անորակ կրթական հաստատություններ, որոնք տալիս են ոչ ֆորմալ արագ կրթություն։ Այդ բացը լրացնենք ու կարողանանք ոչ միայն մեր համար նոր թիմակիցներ ստեղծենք, այլ նաև կարողանանք շուկայում ինչ-որ բան փոխենք, հա, աշխատաշուկայում, որովհետև խնդիրը այնտեղ եւս շատ մեծ է։ Ու այդ կոնտեքստում բացի քո նշած graphic design, YouTube producing, SMM marketing-ից, հիմա մեկնարկելու ենք նաև այլ դասընթացներ, սկսած game developing-ից, գալու են մարդիկ թույն խաղեր սարքեն, արդեն կան օրինակները, վերջացրած մոնտաժայինով եւ այլ դասընթացներ կարամ ուղարկեմ սովորի։ Ալիսայից մենք կարանք սովորենք, լիքը բաներ։ Ու պլանավորում ենք նաև ուսանողական համայնքը մեծացնենք տարբեր master class-երով, տարբեր սեմինարներով, այսինքն այստեղ սովորող ուսանողը ոչ միայն գա դասի ու գնա, այլ նաև հնարավորություն ունենա մասնակցելու շատ տարբեր այլ activity-ների։ Բժիշկներից չխոսած ինչ-որ թեմացերում ես, դուրս չեն գալի։ Հիմա նայ բժիշկը կարա, չէ, նայ բժիշկը կարա գա Spin ակադեմիա սովորի, թե մենք իրան ինչ ունենք առաջարկելու։ Դու գիտես, ինձ լիքը բժիշկներ ասում են, ուզում ենք քո նման էջեր վարենք եւ այլն։ Ու իմ ժամանակ, որ ես էի սկսում 4-5 տարի առաջ, այսօր 80000 հետևորդա հատել եմ Instagram-ում, ասենք պատկերացնում ես, այն ժամանակ 80000 թիվ ասա, էլի։ 80000 հետևորդը ու չգիտեմ, 8-9 միլիոն դիտումը ամսվա կտրվածքով հատել եմ ու մարդիկ ուզում են դա կրկնեն։ Ինչա պետք է դա կրկնելու համար հիմա։
Ես կարամ ասեմ ինչեր պետք 21 թվին, 22 թվին, 23 թվին։ Բանկա չի փոխվել, այդ ամենակարևորը ցանկությունն է ու համառությունը։ Ու հոգեբանական բարիերները ճիշտ հաղթարելը, որովհետև կան այդ ցանկություն, բայց մարդը կեսից հանձնվի։ Դու ինքդ գիտես, ինչքան բարդ է եղել այդ ճանապարհը, ինչքան խնդիր են եղել, ինչքան քեզ են եղել, որ մարդ կարա հանձնվի ու ասի, ես թողում եմ, այս ամեն ինչը չեմ անում։ Դու այդ ամեն ինչը հաղթարեցիր ու հա գնալով ամեն ինչ աճում է։ Այդ մարդուն պետքա ամենակարևորը ձեռք, որը կբռնի կողքից ու կուղեկցի այդ ճանապարհում։ Ամենակարևորն է դա։ Իսկ մնացածը արդեն տեխնիկական է, օգնություն կոնտենտի առումով, օգնություն գաղափարների առումով, նկարահանումներ ու առասարակ հա ստեղծել անձնային մարքեթինգ։ Ինչ նշանակում անձնային մարքեթինգը, որ դու անում ես ամենօրյա ռեժիմով X քայլեր, որպեսզի օրինակ քո անձնային բրենդը որպեսզի քեզ ճանաչեն։ Դե օրինակ նա դրա անձնային բրենդի լավագույն կողմը գիտես որն է, ես գիտես հիվանդանոցս փոխեցի 6 տարի նույն տեղն էի աշխատում, հետո նենց ստացվեց որ ուզում էի բոլորը մեկում անեի, ուրիշ հիվանդանոց տեղափոխվեցին, սա հարցնում են, բա հիվանդները բան, ոչ մի բան չփոխվավ հիվանդների քանակի, որակի ու մարդկային բանի առումով, այսինքն ես կախված չեմ ոչ մի հիվանդանոցից, ես կարող եմ փոխեմ հիվանդանոցս նույն ձև աշխատեմ երկրորդ, երրորդ օրը։ Այդ անձնային բրենդն է, ուժն է, էլի։ Դու ունես A քո մասնագիտական սկիլերը, այն բազան, հա, դու շատ լավ բժիշկ ես, B դրան ավելացնում ենք այդ անձնային բրենդը ու բնականաբար ալտերնատիվ տարբերակ փնտրելը շատ դժվար է դառնում։ Որը խորհուրդ ենք տալիս եւ բժիշկներին եւ մնացած այլ մասնագետներին։ Մարդիկ պետք է նաեւ հասկանան, նայ մենք post-սովետական իրականությունում ենք ապրում ու post-սովետական իրականության մեջ մի հատ sense վատ կողմ կա, որ բժշկությունը ինքը մարքեթինգ չի ենթադրում։ Բայց ես բժշկականում անձամբ դաս եմ տալի վերադրանից։ Հա, վերադրանից հերացիում ես դաս եմ տալի բժշկական communication skills-ի ամբիոնում, կոմունիկացիոն հմտությունների լեկցիա եմ կարդում, երեխեքին ցույց եմ տալիս, որ ԱՄՆ-ում, Անգլիայում, Ֆրանսիայում բան 19-րդ դարի վերջից սկսած բժիշկները գովազդով են զբաղվել, մարքեթինգով, անձնային բրենդինգով։ Օրինակ նույն հաղորդում կա կոչվում է ռադիո դոկտոր, որը 10 տարի ԱՄՆ-ում եթեր է գնացել։ Գիտես ինչ էր։ Մարդիկ հարցեր էին նամակներով ուղարկում բժշկական, ուրբաթ-օր այդ բժիշկը մտնում էր եթեր ռադիո ու պատասխանում էր։ Instagram-ի ստիկերներն էր։ Բժշկական փոստարկղ։ Հա, էլի բանը, ջոմս Instagram-ի ստիկերներն են, որ հարց են գնում, просто ձևներ ուրիշ նամակը գրում էին, փոստատարը տանում էր, բժիշկը կարդում էր ու պատասխանում էր։ Հետո հիվանդանոցների գովազդներ են եղել։ Բժիշկները մասնակցել են բրենդերի բրենդինգին, այսինքն վերցրել են այդ հայտնի բժիշկ օրինակի համար, ուրոլոգ դա, այլ ասում եմ։ Ինչ որ X ատամնաբուժի Colgate-ը գումար է տվել, ոչ թե ինչ որ դերասան, որ հագել է բժշկական խալաթ, այլ պրոֆեսոր մարդ ու ինքը գովազդում ինքն է եղել։ Որպեսզի իր մասնագիտական կարծիքը ավելի արժեքավոր, չգիտեմ, կամ պարադոնտաքսի եւ մնացածի մասին, հիմա բրենդը էական չի, էլի ստեղ։ Դա լավ ասեցիր, հետ սովետական ինչ որ մտածելակերպ։ Երբ որ դու մեր բոլոր ընկերները ովքեր զբաղվում են անձնային մարքեթինգով, հիմա ձեռներս դրանք ինչքան քլնգոց են ստացել ավակ սերնդից։ Դուք բժիշկ եք, ինչ է, կապիկություն անում։ Իմ զուգահեռ սերնդից եմ ստացել։ Բայց այդ նույն մարդիկ են, ովքեր մի քանի տարի հետո ասում են, բա ոնց անենք։ Ահեն, ամենայն հարգանքով բոլորի հանդեպ, բայց եթե խոսում ենք մարքեթինգից, անձնային բրենդինգից, էական չի, դու բժիշկ ես, իրավաբան ես, մանկավարժ ես, թե ճարտարապետ։ Բոլորին պետք է։ Մենք հիմա ապրում ենք այն ժամանակահատվածում, որ լինել միայն լավ մասնագետ չի նշանակում ունենալ շատ հաճախորդներ, պացիենտներ ու աշխատել շատ գումար։ Դա քիչ է։ Հիմա դա լավա թե վատա հարցի մյուս կողմն է, բայց մենք ավտոմատ այդ ցիկլի մեջ ենք ու պետք է նենց անենք, որպեսզի մեր հաճախորդը, մեր պացիենտը մեզ լավ ճանաչի։ Այո, դու բարմեն ես աշխատել քո երիտասարդ ժամանակներում։ Հիմա էլ շատ եմ սիրում։ Հա, հիմա էլ գիտեմ, որ շատ ես սիրում։ Մենք որ գնում ենք իրար հետ մեր սիրած տեղը քաղաքում, կստացի շուտ վանց չեն գնացել։ Հա։ Վերջի անգամ մի տարի առաջ ենք եղել, հա, դու միշտ զբաղված ես։ Հա, դու շատ վատ է։ Բանը որն է ամենահամով կոկտեյլը, որ կարելի է հյուրասիրել ընկերուհուն A, ընկերոջը B, տնեցիկին G կոկտեյլներից։ Ես կյանքում տենց հարց չէի ուզում։ Դա ես գիտեմ որ Կոստիխյանն է ալկոհոլն է։ Չէ, ալկաշ չի, բայց որպես բարմեն ես պարտավոր կլինեի այդ ժամանակին բոլորին հարցնել, դու ինչ ես սիրում թթուկը, եկել ենք ձեր տուն հյուր։ Բայց եթե այդ ամեն ինչը մոռանանք, հյուրասիրեի ընկերոջը ջին տոնիկ։ Այդ միշտ էլ է տշուրացել։ Ահա։ Բիֆի ֆեր տոնիկ։ Ընկերուհուն հյուրասիրեի, նո տենց պինակոլադա։ Բայց լավ է սարքում։ Ժամանակին, հա, հիմա եթե շատ չեմ ժանգոտել, ստատիս ինգերետ էլ ասում պինակոլադա։ Մի օր արի փորձենք, ես սարքեմ քո համար։ If you like pina colada։ Դա էլ շատ երկրից է միջալոց։
ու երրորդորներ տանեցիներին իրենց ինչ հյուրասիրեի այտենց ավելի շատ մարգարիտա կամ դայկիրի ինչ որ տենց մամայիդ դայկիրի հյուրասիրեր թունց չի չէ այդ էլ բան է էլի թյուր եմ բռնում է երբ որ ալկոհոլը խառնում է շաքարի սիրոպի ու լիմոնի սոկի հետ որը կոչվում է sour mix ցանկացած ալկոհոլի այդ բանը այդ վատ բանը թուլացնում է իսկ նեգրոնի ոչ անցուց է հաջողել շատ նեգրոնի ես խմի նեգրոնի ես կփահի դա ջինտոնիկ է մեզ տալին նեգրոնի է խմում այդ է սապ հա իսկ հիմա կուզեներ այս ամեն ինչը չլներ դու էլի քո բառն ունեներ քո բառում աշխատեիր դա իմ երազանքն ու իդեպ էրոյի աշխատասենյակում բառ կա հավաքած եթե ինչ հա ինքը բառը հավաքած եթե բոլորին հյուրասիրում է հա հեսա ես հյուրեր եմ ունենալու կարաս 3 հատ թույն կոկտեյլ բերես մեզ բա դու ես էլ հետ հայրիկու Իվան երբ որ ես աշխատում էի 15 տարեկանից եմ աշխատել բարմեն իմ երազանքն է ունենալ սեփական բառը ու երկու անգամ ոնց որ դրան շատ մոտ եմ եղել օբյեկտիվ պատճառներ խանգարել են մեկը գնացիր բանկասիրք վար կտանք բառ բացեմ ասին չէ որ ասեին հա կբացվի ապուշ պատճառներ ա եղել իրոք ասենք արենդով տեղ վեկալ էի պարզվեց կես ժամ առաջ մեկը վերցել է ինչ որ այսենց բաներ էլի ու ես կարծում եմ որ դեռևս ամեն ինչ արժևում է հիմա դա բար կլին թե ոչ որ հորեկան եւս իմ սիխաներից է հյուրընկալության ռեստորանային հյուրանոցային բնակավարը ինձ թվում է մի օր այդ օր մեկը գա իսկ sense մի հատ երբ որ իրար հետ հենց իրար հետ բացենք կլինիկա հիվանդանոց դրանից հետո կմտածեմ վերջի բանը որ ես ուզում եմ բացեմ դա կլինիկա հիվանդանոցն է ավելի հաճույքով բառ կբացեմ հա այդեպ արա գիտես ինչն եմ ուզում մի հատ կրկնենք հիշում ես մի գիշեր ես ու դու 15 բառ ենք մտել իրար հետ հա 15-ի հասանք թե 15-14 բառ մի գիշերվա մեջ մենք մտնում ենք բառ կուրտկայել չենք անում խմում ենք ու շարունակում ենք Beatles-ում հաց կերանք որպեսի մեզ լսողները նայողները չմտածեն տենց մենք բանենք ալկոհոլ ենք անում նախապատմություն ասենք մի հնստացենք որ երիտասարդ ավելի երիտասարդ տարիներին հիմա ինչ ա եղել մեզ ավելի ակտիվ ապրելակերպ ենք վարում հիմա տենց մեկ շատ ենք աշխատում պետքա մի օր հանգստանալ ու դա շատ սպոնտան որոշեցինք չէ բար տուր կազմակերպել տենց Երևան քաղաքում հա ես ու դու երկուսով հա բայց շատ լավ օր էր իմ կյանքի եմ որ տոս վառ տենց ատկռիտ կայով լինի այդ գիշերներից մեկն էր ես քեզ օֆիցիալ հրավիրում եմ նույնը կրկնելու ես ընդունում եմ ձեր հրավերը վերջի բան որ տաքսի էի կանչում արդեն չկայի ես արդեն ստոյկից որ այդ վիդեոները չենք դնելու չէ ստոյկից որ հելա արդեն չկայի էլի ես որտեղ մենք սկսեցինք ամեն բառում մի շոտ երկու շոտ խմում դուս էին գալիս նայած որտեղ ոնց էին դիմավորում մեզ հա որ շատ խնդալու էր որ մտնում ենք ինչ-որ ռոք փաբից հետո ինչ-որ սալսա ապարելու տեղ հետո դրանից հետո ինչ-որ տարբեր մուդեր էր հա տարբեր մուդեր էր հետո իմ սիրած Beatles-ում հաց կերանք շարունակեցինք ավարտեցինք բրենդինգից խոսացինք իսկ դու հասարակ մասիվցի քուչի տղա ես ես էդի չեմ թաքցնում ես էլ հասարակ կարճի քուչի տղա եմ ինչքան է ես բժիշկ եմ ակնոստներ եմ դնում հիմա ու քարսիթով ավտո եմ քշում մեկը ես այդ տղան եմ դժվար չէր քեզ միանգամից լիքը աստղերի հետ աշխատել այսինքն խոսքը իմ մասին չէ իհարկե այսինքն քո մոտ ստե շատ հասարակ օրինակներ բերեմ անուններ չտամ բայց դռներ էի բացում եղել է arm comedy դուրը բացել եմ նստած են եղել մարդիկ որ խոսքի օրինակի համար դրանից մի օր առաջ Կրեմլում էին ելույթ ունենում հա էլի ասենք հա որ առաջ շատ ուզենենք չէին գտնի իրաց տենեն կամ մարդկանց հետ էիր շփվում ովքեր տես լեգենդար դեմքեր են թե Հայաստան թե Հայաստանից դուրս որտեվ այս տաղավարները եկի գնացել են շատ ուժեղ դեմքեր դժվար չէր ոնց էիր ասենք ընդունում այդ փաստերը դու շատ լավ օրինակ բերեցիր բարմեն աշխատած տարիները որը ձևավորում է հետաքրիր հոգեբանություն այսինքն դու կարող ես դիմացինի պահանջմունքը հասկանաս ու բարմեն աշխատել է եւս ինձ շատ օգնեց վաճառքի մասնագետ աշխատելուն որտեղ էլի շփվում ենք մարդկային հոգեբանության հետ այսինքն դու պետք է հասկանաս դիմացինի պահանջմունքը ու մինիմալ հա էթիկայի կանոններ եւ այլն ու այդ ամբողջ բեքգրաունդը լինելով լրիվ հորեկայի բնակավարում լինելով վաճառքի մեջ մարքեթինգի մեջ ու հավաքելով ու պլյուս մի քիչ կյանքի փորձ հավաքելով այդ ամբողջ գործիքակազմը դու պլյուս մինուս կարող ես դու եւս որտեղ դու ես նմանատիպ ճանապարհով անցել լեզու գտնել պրինցիպի բոլորի հետ ու ասեմ նույն տրամաբանությամբ քո պացիենտները հա եւս դու կաս ունենաս պացիենտներ որ երկու առաջ կրեմլում էին ելույթ կամ ինչ որ այդ է այսինքն էլի գալիս ենք մի քիչ մասնագիտական սկիլեր մի քիչ հոգեբանություն մի քիչ էթիկա
Քո աշխատասենյակում կա մոտ 500 գիրք։ Որ չեմ հաշվել, բայց հետաքրքիր բան է։ Ես եմ տեղափոխել քշերով, ես պետք է հաշվեի Իմ մեջքն է ящикներով, ցավում, իմ մեջքներ ցավում այդ գիրքերը տեղափոխելուց։ Շատ խնդալու է դա, բայց այդ 500 գրքից 3-ը առանձնացրու, 3-ը, որ խորհուրդ կտաս մարդիկ կարդան, ու մենակ անունները, մի ասա ինչի համար։ Դու պատկերացնում ես, չէ՞, այսօր ամենաբարդ հարցն է։ Հա, գիտեմ։ Հա դե ինձ։ Միշտ ամենաառաջինը որ մտքովս բանը գալիս է դիմացած դա Քովի ամենաարդյունավետ մարկանց 7 սովորույթներն է։ Շատ լավ գիրք է։ Ու այդ 7 սովորույթներից ո քանիսը ունես դու։ Ես նո վերջինն եմ հիմա մենականում։ Որը Սարիր սաղոցը, հա։ 7-րդն ամենատենց բանը կայֆն է։ Որ հիմա տենց top չեմ ասում, просто առաջին մտքովս եկածն եմ ասում, որ էլի վրես շատ է ազդել, էդի պրինցիպներն են Ռեյ Դալիո, եթե չեմ սխալվում, վերջերս հայերեն էլ թարգմանեցին։ Ռուսերեն եմ կարդացել, բայց պետք է ամեն հայերեն կարդամ։ Ու այս վերջերս շատ են ասում, չէ ուզում ասեի, բայց այն գիրքը, որ ին վրա իրոք ազդեցություն է թողել, էդի փոքրիկ իշխանն է։ Հա։ Հա։ Խի։ Դե մարդիկ երկու մասի են բաժանում, հա, որ կամ չեն սիրում այս ստեղծագործությունը, կամ շատ են սիրում։ Իմ համար ինքը հեքիաթ է։ Չես նայում որպես հեքիաթ, փորձում ես այդ ամեն ինչը պրոյեկտել կյանքում։ Մեջը տենց լիքը եւ դաժան եւ սովորելու բաներ կան։ Ես կարամ քո գրադարան 3 գիրքը ես առանձնացնեմ։ Կյանքում միշտ չեն ասա առանձնացրու, հա։ Ահա։ Սպասի մի րոպե։ Ահա։ Դավայ դու այդ հարցից դու։ Դավջան, քանի որ գիտեմ որ դու էլ ես շատ սիրում կարդալ ու դու էլ ես իմ գրքերը տեղափոխել։ Այդ տեղափոխելուց ավելի էս ոնց որ բանը։ Ինչ 3 գիրք դու կառանձնացնես։ Լսի non-fiction-ից առանձնացնեմ, ոչ թե գեղարվեստական, non-fiction-ից։ Առաջինը Կոշկակարը, Phil Knight-ի։ Թույն։ Ինչի համար։ Phil Knight-ը միակ մարդն է, որ ինչ-որ բանի հասել է ու տես գիրքա գրել։ Ես միշտ իրան միակ մարդը չի, բայց ռեալ մարդը, որ $50-անոց, $100-անոց ընկերությունը 40 միլիարդի է հասցնում ու այդ ճանապարհը ինքը գրում է։ Բայց գիտես, չեմ կա չասեմ, վերջաբանում լացել եմ։ Հա, ես էլ բուզվել եմ։ Հանդիպում է այն երկոքու միլիոնատեր միլիարդատեր որ հանդիպում է, այդ կինոթատրոնում կարծեմ, հա։ Չէ, ֆանտաստիկ գիրք է, Կոշկակարը ու Phil Knight-ը Կոշկավաճառը։ Կոշկավաճառը, հա, Կոշկակարը կնես, հա, Պրադավեց օբուվի, ես sense եմ կարդացել իրեն։ Nike-ը ֆանտաստիկ ընկերություն է ու ֆանտաստիկ ընկերությունը ֆանտաստիկ պատմություն է։ Ու դու գիտես որ նա ինքը շատ նման է իմ spin-ի ու շատ հաջողված պրոյեկտների պատմությանը, որ դու եզրով ես քայլում ջախջախվելու ու հաղթանակի։ Անդունդի sense ծայրին ես։ Ծայրին չես մի ոտդ արդեն ընդեղ է հասել։ Քեզ արդեն դու գրքի հենց ամենաառաջի գլխերում ինքը խոսում է թե ինչքան պարտքուներ ու բանկերը ոնց են իրան զանգում արդեն։ Հա, մի կերպ վարկերից դուրս եկավ։ Դե հենց այդ եմ ասում ու երկրորդ գիրքը իշխանության 48 օրենքները։ Օ։ Ինձ նվիրել են։ Դու ես նվիրել։ Այս վերջս նոր տարվան դու ես նվիրել, ուզում եմ հիշեի ով է նվիրել։ Դրանից հետո ես կարդացել թե առաջ։ Չէ, դրանից հետո եմ կարդացել, իդեպս վերջս վերջացրեցի։ Արա ֆանտասմագորիկ գիրք է։ Թող ինձ ներեն բոլոր նայողները, բայց գրքից կարելի է օրգազմ ստանալ։ Ահա, այսինքն քանի որ բժշկական թեմատիկա ինքը քաղաքական ու то есть քաղաքագիտության ու вообще մենեջմենտի կառավարման կարելի ասել են բաներից է բազաներից։ Ինքը նես լավ խորհուրդ, ասում եմ, սենց հարասենց ինքը ռեալ խորհուրդներ է տալու։ Դու կարծում ես ոնց էս բան կարելի է գրքում գրել։ Հա, ոնց են չեն վառեմ, որ սենց բանը գրքում գրել։ Ես բանակում եմ կարդացել ու սենց ուզում եի ու դառա ստարշի լեծենանտ։ Փախնեի բանակից, դες մի բան անեի։ Հա, ու դառա ստարշի լեծենանտ բանակում։ Չէ, իշխանության 48 օրենքները, դա շատ այտենց հզորագույն գիրք է։ Իրոք բոլորին դու էլ ասած ես էլ բոլորին խորհուրդ եմ տալիս։ Հիմա հայերեն եկա, հա։ Այն որ հա անպայման պետք է կարդալ էլի։ Ու Սև կարապը։ Սիրուն գիրք, լավ գիրք, որ պետք է ուղղակի, չէ, երրորդը ես ուրիշ կասեմ, կներեք Սև կարապին տարանքենկով։ Դենիել Կենեմանի Դումի մեդլիների շայ բիստրը։ Նոբելյան մրցանակ է ստացել ինքը այդ աշխատության համար։ Այսինքն իր այդ ակտիվ ու пассив մտածողության այդ սեգմենտը ստեղծելու համար ու Կենեմանի գիրքը պրոստը ինքը իր գունը չայ խմելու գիրք չի, ես իրեն բլոկնոտով եմ կարդացել։ Ինքը այսպես պետք է նստես նշես, առանձնացնես այս միտքը, հա, այսի շատ բարդ էր հետ գնաս այդ էջը կար, ինքը դասա գիրք է բարդ։ Ցանկացած non-fiction, բայց մատիտով եմ կարդում, որովհետև պետք է ապեն չու գրեմ ֆիքսեմ նշեմ, որ ավելի տպավորվի, հետո կանամ հեշտ գտնեմ այն իմ ուզած ինչ որ գործիքները կամ։ Հա, որովհետև էդի բանը, բայց ես առանձնացված գրքից այսօր ինչ խոսացինք, մեկը իշխանության 48 կանոնները,
Էդի ապրես որ նվիրեցիր։ Բաժակալն Դու նոր տարվան բերեցիր մեր տուն ապրես որ հրավիրեցի, հետո խմելու բանել եմ, չէ՞։ Չգիտեմ, ինձ այդ գիրքն էր տես, բեսամծես, ես Տիրիկվանից սկսեցի կարդալ, երբ չէի կարող կտրվել։ Մի անգամ միջը ժամը 5-ը կարդացա, առավոտ 6-ին, 7-ին գնացի գործի։ Այդ օրը որոշել էի, որ քեզ պետքա բացի մյուս նվերներից անպայման գիրք բերեմ, ու շատ դժվար է գտնել այս բան, որ չես կարդացել ու լավն է։ Ու տես զարմացա, որ սա խանութում կա արդեն ռուսերեն թարգմանությունը։ Ես հայերեն, ուրախանում եմ, որ ցանկացած լավ գիրք սկսում են հայերեն թարգմանել։ Ու ասի միանշանակ էսի ոնց որ գտել եմ։ Դե ինչ սիրելիներս, մեր հյուրը այսօր Spin Ideas Agency հիմնադիր տնօրեն իմ Զուլա լնգեր Մարտ ֆանտաստիկո, ում հետ ես երկար ճանապարհ եմ անցել ու հələ անցնելու ենք, չէ՞։ Լիքը։ Հա, լիքը։ Իդեպ մոռացանք ասենք YouTube-ի մոնետիզացիան է եկել, խտանգա, հա։ Մոռացանք ասենք, իդեպ չենք ավարտում YouTube-ի մոնետիզացիան է եկել։ Մենք փող աշխատելու ենք, երո։ Ես հարստանալու եմ վերջապես։ Ոչ միայն մենք, հիմա էսի ամենաիդեալական պահն է, բոլոր creator-ները, բլոգերները, մեդիա դեմքերը բոլորը գալիս են YouTube, ով դաժե աշխատում էր դրսի դիտումներից, բայց Հայաստանի դիտումներից չէր կարող աշխատել, շուտով։ Ու ասել են գարուն։ Առաջ ոգում Սիրոգն ու Նարեկը ոնց են հարստանալու։ Դուք հիշում եք, չէ՞, ես ձեր ընկերն եմ հաշվել։ Հատկալի հաշվել։ Ես հիշում եք, չէ՞, ես ձեր ընկերն եմ, ապա։ Ու շատ Նարեկ հիշում ես, չէ՞։ Էս ինչ է շատ կապ ունի։ Ես դու էլ հաստատ ճանաչում ես եկա մարդկանց, որ տանջվում են։ Բայց չեն կարողանում մոնետիզացնել այդ տարածքը։ Ես YouTube ես Dr. Room-ից դու ես ֆինանսը կառնում, քանի կոպեկ եմ աշխատել։ Մի $80 5 տարի է ինձ որպես քիչ չլվում, ասում եմ զակայֆ։ Հիմա գոնե զակայֆից մի 2 կոպեկ փող եմ աշխատել։ Էսի առիթ է, որ հիմա մեկին է կլինի։ Այո, բայց կարելի է բան է, որ հիմա արդեն կարելի է դուխով ասել փողով յուր չեն կանչում, արդեն մոնետիզացիա ունենք, հա։ Մեկին է կլինի $1000, մեկին է $10000 էական չի, կարևոր փաստն է, որ creator-ը կարա իր գործունեությունը ավելի աշխուժ, ավելի լավ, ավելի էնտուզիազմով շարունակի, իհարկե, որտեվ բացի եթե դաժե չուներ պլեյսմենտներ, չուներ այլ մոնետիզացիայի տարբերակ, հիմա YouTube-ը դա ասում է մերսի, որ դու լավ կոնտենտ ես ստեղծում, անքո միջնորդավեճարը, որը կարա հին վիդեոների համար եմ փող տալու։ Վստահ չեմ, բայց ավելի տրամաբանական է որ լինի, հա։ Դե ինչ իրենես, հիմա այսօրվա մեր հյուրն է Spin Ideas Agency հիմնադիր տնօրեն, իմ լավ ընկեր Էրիկ Պատվականյանը։ Էրիկի Instagram-ին կարաք միանաք ոչ մի հետաքրքիր բան համարը չի հայտնվում այնտեղ։ Բայց շուտով շուտով 4 տարի է շուտով հայտնվելու է, հա։ Spin Ideas Agency-ին միացեք ու հիշի։ Եթե դու ուզում ես գնաս քո երազանքների հետևից, ոչ մի բան քեզ չի կարա կանգնացնի նամանավանդ, երբ որ ունես այնց թիմ ու այնց ընկերներ, ովքեր քեզ լոկոմոտիվի պես կքաշեն եւ կտանեն առաջ, ոնց որ իմ ընկերներն են Spin-ում։ Դու էլ կարաս մեր ընկերը դառնաս։ Շատ էժանով։ Առողջ եղեք։ Հարմար գներով։ Հարմար գներով։